Ձեր կյանքը ավելի լավացել է վերջին տարիներին։ Ոչ, Վատ եք ապրում։ շատ վատ։ Ես ապրել եմ Կորնիձորում, ես 93 տարեկան եմ։ Ունեցել եմ 7 երեխա, Բազմազավակ մայր։ բազմազավակ մայր։ Բայց 90-ական թվերին մեր տունը բամբիտ են արել Լաչինից, Պրյամու։ Ինչ ունեմ, չունեմ, տուն ունեմ լրի փչացել է, ոչ մի բան չի մնացել։ Պատերն էլ չի մնացել, պոլերն էլ չի մնացել։ Փախստական եք դարել նորավան։ Իմ Արտուրիկը 90-ական թվերից ծնվել է, մի տարեկանը ես նորավան եմ արել իրար։ Եկել է պահ, որ մենք եկել եք նորավանից եկել եք Կորնիձոր, տուն չկա, ապրուս չկա, դատարկ իջել եք Լաչինի ռայոն Մազմազակ, մեկ հետո կոչել եք Ծաղկաբերդ։ Ապրել եք 30 տարի այնտեղ, բալես, 30 տարի։ 30 տարուց հետո իմ երկու երեխեն պատերազմ են գնացել։ Իսկ իմ երկու երեխեն, իմ Արտուրիկը, որ մի տարեկան արել, նորավան եմ ծնունդ արել։ 14 տարեկանում թորնիկիս հետ մնացել են դաշտերում։ Ոչ մեկը չի փրկել, որ բերի տուն։ Ու կորցրել եմ իրանց հավիտյան, բալես։ Դրանից հետո ես կորցրել եմ Փեսից Ջերմուկի պատերազմում 22 թվին։ Բայց ով ամս հաշև առնում, որ մենք գոյություն ունենք։ Այսօր մենք, ես նեկանանչի եմ բերում, որ ծախեմ ապրեմ։ Մենք ոչ մի բան Դուր եք անում այս տարիքում։ Հա, սեփական իմ տանը ես հավաքում եմ բերում, ծախում, ես ուրիշից չեմ առնում բերում։ Իմ ամուսինը 55 տարվա ռուսերանի դասատու է, բայց եկել է 20 թվին, ուծվել ու կուրացել դարել առաջի կարգի հաշվանդամ։ Ինձ ոչ մի բանով չեն օգնել, ոչ մի բանով, ասա որտեղ ես ապրում, ասում Կորնիձոր, դե գնա տեղ գյուղից օգնություն ստացվի, ոչ դե եմ ստացել, որ Գորիսից եմ ստացել։ Այսօր ես դատարկ եմ, ոչ մի բան չունեմ։ Այսօր ինձ ասում են, ում ես ընտրելու։ Փաշինյան, դու ասում ես, ով որ ուրիշի ընտրի, այդ ուրիշին ընտրողներին տալու եք Ռոբերտին։ Խես տամ Ռոբերտին, դու Ալիևին էլի, քուքավորն է։ Դու Ալիևին։ Ավելի լավ, Ալիևը գուցե մեզ լավ պահի, քան դու։ Հա? Ճիշտ չեմ ասում։ Այլ ընտրանքը Ալիևն է մտած։ Հա, ես սրտանց ասում եմ։ Դու ինչ է, մեզ լազմազակում ապրեցիք 30 տարի, լրիվ քանդել են հիմա։ Նորից թող սարքեն, որ իշնեք դեղ ապրեք նորից մենք։ Ինչի համար։ Մենք ինչ եք արել կյանքում։ Ես որ մուրջունն էլ չեմ կողտված սպանեմ։ Բայց այսօր ես դարդի եմ տիրացել, որ կյանքում չեմ ցանկանա ոչ մեկին։ Ես մենակ Հիսուսին եմ պարտական, որ Հիսուսը ինձ պաշտի ու պաշտպանի ու պահի իմ ընտանիքը, իմ երեխեքը։ Մասեր ջանա, ես իմ Արտուրիկ եմ կորցրել, որ ցույց տամ կասես, այդ ինչ տղա ես կորցրել, 14 տարեկան, բայց մեկը 64 բոյ ուներ։ Ես այսօր շատ ընկճված եմ, բալես։ Չեմ ընկճվեք մայրիկ, խնդրում եմ։ Օգնություն չեմ ուզում, ես իմ հալար քրտնքով եմ ապրում, բայց մարդիկ պետք է գնահատեն, ջանա, գնահատեն։ Այսօր իմ Պավելը 18 տարեկանից է գնացել կռվել։ Հետո 46 տարեկանից է գնացել, կանտուզիաստացած եկել տուն։ Իսկ իմ Գյորգին ամբողջ պատերազմի մասնակցել է։ 3 անգամ, կանչել 3 անգամ գնացել է։ Վերջում վիրավոր եկել է, մի հատ թուղթ չեք վերցրել։ Օպիտիզա ինչ քակա, չեմ գյուրում։ Այսօր ինչի իմ Գյորգին չեք գնահատում, ինքը առանձին հող է ունեցել, առանձին տեղ է ունեցել, մի հատ իրան էլ հաշև առեք, չէ։ Մայրիկ, դուք ասացիք կանաչի ենք ծախում, որ կարողանանք ապրել։ Այդ կանաչից ստացած, առևտրից ստացած եկամուտը ինչքան է կազմում, որ կարողանանք։ Քիչ, այդ էլ որ վաճառում եմ, պրծնում, առևտուր եմ անում տանում մեր տուն, որ ապրեք։ Այդ առևտուրով։ Առաջին անհրաժեշտության բաներն եք արում։ Հա, ես ինքս իմ սեփական ուժերով անում եմ ամեն ինչ, բերում եմ։ Թոշակը չի բավականացնում։ Ես հեսա հենգամից է թոշակ չեմ ստանում, Արցախ բանկից եմ ստանում։ Չեմ դասավորել ու քարտը որ բան անեմ։ Ամուսնուս եք որ կույր է, չեմ կարում, ոչ կարում է քայլի ոչ էլ։ Պիտի տանեմ Արցախ բանկ ու իրան քարտը տամ, որ ես էլ կարամ այդ թոշակը ստանամ։ Դրա համար հետա ձգվում է։ Մացեր բալես։ Այսինքն ֆիքս ենք վերջին տարիներին ձեր կյանքը էապես չի բարելավել, ոնց որ պնդում են ազգային ժողովում, օրինակ Փաշինյանն ասաց 50%-ով մարդիկ ավելի լավ են ապրում, քան առաջ։ Ես ասում եմ, գիտես ինչ եմ ասում, Փաշինյան, դու ինքդ ֆաշիստ ես։ Այդ ոնց է որ ամբողջ ճանապարհները, ամբողջ հողերը տալիս ես Ադրբեջանին։ Բայց չես մտածում մեր գերիների։
90-ական թվերի մեզ սալդատներ ունենք, այնտեղ քիչ ես մտածում, որ վերստուն հասցնես։ Ուր են մեր գերիները, ինչ են արի, Վարդան ամնիչա ազգան։ Են ինքը ինչ արել, ամբողջ Լաչինի աղքատներին պահել։ Հա, այսօր ինչի իրան 20 տարվա ազատազրկում եք արել։ Ինչի համար։ Հա? Նա ինչ արել։ Խեչ ես բազատում բերես, խես 20 տարվա ազատազրկում անում այդ 6 ցատաղ մարդկանց, վախում ես, որ կան տեղդ նստեն, արա լավ էլի, Փաշինյան, դու փաշիստ լինելով, Ալիև խավար լինելով, ձեռք ես տամ, երկու են ձեռքով, ինչի համար, մենք ինչ եք արել, մեր հայ ժողովուրդի խես վերացնում, ինչ ես քարտով գցում, ամբողջ գումարը, որ մարդիկ չկարան փող հանեն, ինչի համար, դու ինչ ես դարել, որ մարդկանց լրվին կող ես տամ, ոտի տակ ես տամ, հայ ազգին, մեղք եք, չէ, մենք մեղք եք, մեր հայ ժողովուրդին, մեր սալդատներին բերել տուր 90-ական թվերի գերիներին, որ ես քեզ հարգեմ ու քեզ ընտրեմ, այսօր ասում ես, ինչ որ մեկին ընտրեք, այդ ընտրությունը գնալ վար Ռոբերտին, ինչ արա Ռոբերտը քանդել ամբողջ աշխարհը հիմա էլ պետք է գնա Ռոբերտին, ես շատ բան ունեմ ասելու, բայց չեմ էլ ուզում էլի նորից կրկնեմ ամեն ինչ, մեզ թող ապահովեն, ամեն ինչով, ես կորնիզոր մի բամբիտարաստան եմ ապրում, Ձեզ ինչ է պետք, իշխանությունը ինչ պիտի անի, որ դուք գոնե գոհ լինեք ձեր ապահովի մեզ բարձր թոշակ տա։ Ես այսօր դատարկություն այն մոտ ոչ մի բան չունեմ, որ մտնես մեր տունը, 90 առաջվա սարքած տունս, հիմա կասես, այս ինչ տուն ես ապրում Արմանուշ,